Բարև ձեզ, եթերում Civilnet Business-ն է։ Հայկական ֆինանսական շուկայում կարևոր իրադարձություն է գրանցվել։ Ամերիաբանկը որպես Lion Finance Group-ի մաս դարձել է առաջին հայկական ընկերությունը, որը ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի հեղինակավոր FTSE 100 ինդեքսում։ Սա նշանակում է, որ խումբը պաշտոնապես մուտք է գործում բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկ, կանգնելով այնպիսի հսկաների կողքին, ինչպիսիք են HSBC-ն, Coca-Cola-ն եւ AstraZeneca-ն, մեծ խմբում իր շուկայական արժեքով առաջ անցնելով անգամ Burberry-ից։ Ինչ է տալիս այս ձեռքբերումը Հայաստանի տնտեսությանը եւ ինչ ազդակ է սա միջազգային ներդրողների համար, ես կզրուցեմ Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ շնորհավորում եմ այս իրադարձության կապակցությամբ։ Շնորհակալություն։ Պարոն Բարսեղյան, տեսեք, եկեք նախ բացատրենք հայաստանյան հանրությանը, հայաստանի քաղաքացիներին, մեր լսարանին, թե ինչ է FTSE 100-ը, ինչու է դա կարևոր եւ այդ կազմում ընդգրկվելը բանկի համար ինչ է։ Շատ լավ, նախ եւ առաջ շնորհակալություն նման հնարավորության համար եւ իսկապես փորձենք նախ լայն հանրության համար པարզ բառերով բացատրել, թե ինչի մասին է խոսքը գնում, քանի որ հաճախ մասնագիտական տերմինները, անվանումները միշտ չէ որ բացահայտում են հարցերի էությունը։ Նախ մենք խոսում ենք FTSE 100 ինդեքսի մասին, որը Լոնդոնի ֆոնդային բորսայի ինդեքս է, եւ գիտեք, որ Լոնդոնի ֆոնդային բորսան աշխարհի խոշորագույն բորսաներից մեկն է, եւ ֆոնդային բորսայում ցուցակված ընկերություններից խոշորագույն 100-ից է կազմված այս ինդեքսը, եւ ինդեքսը ըստ էության իրենից ներկայացնում է այդ խոշոր 100 ընկերությունների ինդեքսը ըստ կապիտալիզացիայի, այսինքն ինդեքսի կազմում հիմք է ընդունվում այդ 100 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի արժեքները կշռված կապիտալիզացիայով։ Մեծ հարյուրակն է այդ բորսայի։ Այո, ըստ էության Լոնդոնի ֆոնդային բորսայի մեծ հարյուրակն է եւ Lion Finance Group-ը, որը նախկինում FTSE 250-ի մեջ էր, այսօր արդեն FTSE 100-ի մեջ է։ Սա ըստ էության խոշորագույն 100 ընկերություններն են, որ ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Շատ լավ, Lion Finance Group-ը հայտնվել է, ինչպես ասացիք, FTSE 100-ում, ինչ նշանակություն կունենա տարածաշրջանի համար, նախ սա, հատկապես որ խմբի ընկերություններից մեկը գործում է Վրաստանում, մյուսը Հայաստանում։ Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է, որովհետև մեր տարածաշրջանից առաջի դեպքն է, երբ FTSE 100 ինդեքսում հայտնվում է ֆինանսական խումբ եւ ոչ միայն ֆինանսական, այլ ընդհանրապես որևէ բիզնես ընկերություն, այո։ Եվ դա մի կողմից ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանի ընկերությունները եւ մասնավորապես Lion Finance Group-ը ֆինանսական թափանցիկության, կորպորատիվ կառավարման եւ ընդհանրապես բիզնեսի կառավարման որակի, աճի դինամիկայի առումով այնպիսի իրավիճակում է, որ կարող է հայտնվել Լոնդոնի ֆոնդային բորսայում FTSE 100-ի կազմի մեջ։ Մյուս կողմից դա նաև շատ կարևոր է տարածաշրջանի զարգացման առումով, որովհետև Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսը դա ոչ միայն ուղղակի հաշվարկային ինդեքս է, այլ նաև ներդրումային ընկերությունները, ապահովագրական ընկերությունները, խոշորագույն կենսաթոշակային հիմնադրամները, բոլորը որպես կանոն բացի առանձին ընկերությունների բաժնետոմսերից, պարտատոմսերից, նաև ներդրումներ են կատարում ինդեքսներում։ Եվ երբ որ որևէ ընկերություն հայտնվում է այդ ինդեքսում FTSE 100-250, ապա ավտոմատ նմանատիպ խոշոր ներդրողները սկսում են դիտարկել նաև այդ ինդեքսի մեջ ներդնելու պարագայում նաև տվյալ ընկերությունը եւ հետեւաբար նաև տվյալ տարածաշրջանը եւ նաև տվյալ երկրները։ Եվ եթե ամփոփենք, ապա ըստ էության կարճ ձևակերպենք, Հայաստանը եւ Վրաստանը հայտնվում են միջազգային խոշորագույն ներդրողների ռադարի վրա։ Շատ լավ հետաքրքիր է, իսկ որոնք էին այն հիմնական գործոնները կամ ռազմավարական որոշումները, որոնք հնարավորություն տվեցին խմբին հասնել այս արդյունքում եւ ինչ դերակատարում ունեցավ այդ խմբում այդ գործում Ամերիաբանկը։ Նախ եւ առաջ FTSE 100 մտնելու հիմնական չափանիշը դա բնականաբար տվյալ ընկերության կապիտալիզացիան է, արդեն ես սկզբում դրա մասին նշեցի, եւ հիմա Lion Finance Group-ը հայտնվել է այդ խմբում, քանի որ կապիտալիզացիայի մակարդակով բավարարում է այդ չափին։ Հիմա եթե նայենք կապիտալիզացիայի վրա ինչն է ազդում, իսկ դա ըստ էության մենք խոսում ենք տվյալ ընկերության կամ խմբի բաժնետոմսերի գնի մասին, ապա մի կողմից դա ֆինանսական առումով
թե ինչ կապիտալ ունի տվյալ ընկերությունը եւ մյուս կողմից թե ներդրողները ինչ հետաքրքրություն ունեն եւ ինչ սպասումներ ունեն, որովհետեւ ֆինանսական ցուցանիշները բնականաբար ֆունդամենտալ հիմքն են, բայց միայն ֆինանսական ցուցանիշները չեն, այլ նաեւ սպասումները, թե ինչ դինամիկա է սպասվում տվյալ ընկերությունից աճի, այսինքն նաեւ ապագային նայելով հետագա սպասումները։ Եվ այդ տրամաբանության մեջ նախ եւ առաջ Ամերիա բանկը ընդգրկվելով Lion Finance խմբի մեջ բնականաբար մեծապես ավելացրեց ընկերության կապիտալիզացիան եւ դա առաջին կարևոր քայլն էր, որը օգնեց, որ եւս մի մեծ քայլ կատարվի դեպի FTSE 100։ Բացի դրանից, եթե մենք նայենք վերջի տարիների ընթացքում Ամերիա բանկի ցուցանիշներին, ապա ակնհայտ է, որ կայուն դինամիկա կա աճի եւ ես կցանկանայի 1-2 ցուցանիշ ուղղակի հնչեցնել, որոնք բնականաբար ազդել են եւ հաշվի են առնվել նաեւ այդ ցուցանիշները ներդրողների կողմից։ Մի քանի ցուցանիշ, որպեսզի շատ չծանրաբեռնենք մեր լսարանը թվերով, նախ եւ առաջ վերջի 2 տարվա ընթացքում մեզ հաջողվեց մեր հաճախորդների բազան կրկնապատկել։ Այսինքն մենք ընդամենը 2 տարի առաջ ունեինք մոտ 400,000 հաճախորդ, այսօր մեր հաճախորդների քանակը գերազանցում է 800,000 հաճախորդ։ Խոսքը եւ ֆիզիկական անձանց եւ կորպորատիվ հաճախորդների մասին։ Այո, երկուսը միասին ընդհանուր թվով հաճախորդների քանակը։ Այսինքն մեր համար որպես ռազմավարական ուղղություն հստակ արկա էր մասշտաբի էֆեկտը, երբ մենք փորձում ենք մեր հաճախորդների բազան ընդլայնելով մեր մասշտաբը մեծացնել։ Սա մի կողմից։ Սակայն մյուս կողմից, երբ մասշտաբը մեծացնում ենք, շատ կարևոր է նաև թե ինչպես ենք սպասարկում այդ աճող ծավալները, եւ այստեղ վճռական նշանակություն ունեն տեխնոլոգիաները եւ թվայնացումը։ Ես կնշեմ 2 թիվ, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչ ուղղությամբ ենք մենք գնացել։ Այսօր Ամերիա բանկը ունի 29 մասնաճյուղ, սովորաբար մեր չափի բանկերը մի քանի անգամ ավելի մեծ քանակով մասնաճյուղեր են ունենում, եւ մենք այսօր 99% մեր բոլոր գործառնությունների իրականացվում է մասնաճյուղերից դուրս։ Այսինքն մեր բանկի բոլոր գործարքների 99%-ը առցանց թվային հարթակներում է իրականացվում եւ ֆիզիկապես մասնաճյուղերում չի իրականացվում։ Երկրորդ կարևոր ցուցանիշը դա նա է, որ ոչ միայն գործարքների, այլ նաեւ մեր վաճառքների, այսինքն տարբեր ծառայություններ, վարկեր, քարտեր եւ բոլոր հնարավոր բանկային ծառայությունների մոտ 56%-ը այլևս մասնաճյուղերից դուրս է իրականացվում, հիմնականում առցանց թվային ուղիների միջոցով։ Այսինքն մենք հավելվածի միջոցով եւ այո, եւ հավելվածի միջոցով եւ նաեւ հիմա կնշեմ մի քանի այլ հարթակների մասին էլ, որովհետեւ բացի մեր հիմնական մայամերիա հավելվածը մենք նաեւ այլ հարթակներ ունենք, բայց եթե ամփոփենք ըստ էության հիմնական ռազմավարական 2 կարևոր ուղղություն կար, որ մեկը դա մասշտաբն էր, մեր հաճախորդների բազայի աճը, եւ երկրորդը այդ աճող բազան հիմնականում թվային լուծումների միջոցով սպասարկումը։ Եվ այստեղ նաեւ ինչպես արդեն նշեցի, կուզենամ նաեւ հարթակների մասին նշել։ Մենք ունենք մի քանի հարթակներ, դրանցից կնշեմ մի քանիսը հիմնականները։ Դա մայամերիան է, որը մեր հիմնական պայմանական կարող ենք ասել գերհավելվածն է, որը իրենց ներկայացնում է տարբեր հավելվածների համակցություն, բայց դրանից բացի մենք ունենք My Home-ը, որը անշարժ գույքի եւ դրա ֆինանսավորման հարթակ է, My Car-ը, որը շարժական գույքի մասնավորապես մեքենաների հարթակ եւ ֆինանսավորման լուծումներ են, My Invest-ը, որը ներդրումային հարթակ է, My Business-ը, որը բիզնեսներին է ուղղված։ Այսինքն ըստ էության բանկը այսօր 2 ռազմավարական ուղղությամբ է առաջ գնում։ Մի կողմից մասշտաբ, հաճախորդների բազայի աճ, մյուս կողմից տեխնոլոգիաներ եւ թվայնացում։ Եվ այս ամենը ներդրողները պատշաճ գնահատել են ըստ էության։ Հասկանալի։ Լավ, բացի իմիջային մասից, որ շատ կարևոր է իսկապես, որ ֆինանսական հաստատությունը նման կարևոր բորսայում ցուցակվում է։ Ինչ ազդեցություն է ունենալու այս քայլը, այս հաջողությունը Ամերիա բանկի համար, այս ձեռքբերումը, եւ ընդհանրապես ինչ ազդեցություն կարող է ունենալ նաեւ Հայաստանի ֆինանսական համակարգի վրա եւ Հայաստանի տնտեսության զարգացման վրա, նաեւ ձեր հաճախորդների համար ինչ փոփոխություններ կարող են լինել։ Նախ եւ առաջ համաձայնվելով, որ իհարկե իմիջային նշանակություն ունի, բայց ոչ միայն իմիջային կոնկրետ Ամերիա բանկի համար կամ Lion Finance Group-ի համար, այլ մեծ դրական իմիջային ազդեցություն ունի եւ Հայաստանի եւ մեր տարածաշրջանի համար, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, երբ մեծ ինդեքսի մեջ հայտնվում է մեր տարածաշրջանից նման կազմակերպություն, մեր տարածաշրջանը անմիջապես հայտնվում է
հարյուրավոր ընկերությունների ուշադրության ներքո։ Բայց իմիջայինը թերևս ամենակարևորը չէ, ես կուզենայի նաև հատուկ նշել, որ երբ հայտնվում է որևէ կազմակերպություն FTSE 100-ում, դա արդեն արձանագրում է, որ այդ կազմակերպությունը կորպորատիվ կառավարման, ֆինանսական հաշվետվությունների թափանցիկության, կայուն աճի դինամիկայի առումով իսկապես ճիշտ ուղու վրա է։ Իսկ ինչ վերաբերում է թե Ֆինանսական համակարգի համար էլ է երկրի կարևոր, որովհետև երբ որ դիտարկում ես երկիր եւ նայում ես այդ երկրում կան ընկերություններ, որոնք օրինակ չգիտեմ միջազգային բորսաներում ցուցակված են թե ոչ, երբ դիտարկում են արդեն վերաբերմունքը փոխվում է ֆինանսական համակարգին։ Իհարկե, դե ներդրումային համայնքի համար ես արդեն նշեցի ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային ֆոնդեր, ներդրումային հիմնադրամներ, նման խոշոր ընկերությունները ուշադրություն դարձնում են, հետևում են այն երկրներին, որտեղ ներդրումային հնարավորություն կա։ Իսկ նմանատիպ հիմնադրամները չեն գնում ուղղակի ներդրումների ճանապարհով, որպես կանոն ֆոնդային բորսան է նրանց հիմնական ներդրումների ճանապարհը, եւ դա իսկապես այդ առումով շատ կարևոր իրադարձություն է։ Բայց եթե խոսենք մի փոքր ավելի պրակտիկ օգտակարության մասին, ի վերջո մեր տնտեսությունը եւ ֆինանսական համակարգը ինչ է շահելու սրանից։ Նախ եւ առաջ սա նոր ստանդարտ է, որովհետեւ լինելով ցուցակված եւ լինելով FTSE 100-ի մեջ, դա մի կողմից հնարավորություններ է ելք է դեպի կապիտալի շուկա, բայց մյուս կողմից մեծ եւ բավականին բարձր ստանդարտի պահանջներ են, որ բանկը պետք է բավարարի։ Եվ բնականաբար մենք չէինք մտնի FTSE 100, եթե այդ պահանջներին արդեն բավարարած չլինեինք, եւ հետեւաբար դա շուկայում նոր որակի եւ ընդհանրապես ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման որակի նոր չափանիշ է։ Բայց որ մի քայլ էլ գնանք դեպի ավելի պրակտիկ տնտեսություն, մեր բանկը այսօր հանդիսանում է երկրի խոշորագույն վարկավորող կազմակերպությունը։ Եվ նմանատիպ տեմպերով վարկավորման պարագայում եւ հատկապես հաշվի առնելով ներկայիս տնտեսական աճի տեմպերը, բնականաբար վարկավորումը պահանջում է նաեւ կապիտալ։ Եվ Հայաստանի Հանրապետության սահմաններում գուցեև նմանատիպ դինամիկ աճի համար կապիտալի ներգրավման հնարավորությունները սահմանափակ են։ Եվ երբ որ մենք հայտնվում ենք FTSE 100-ում, դա կարելի է համարել, որ գրեթե անսահմանափակ կապիտալի հնարավորություններ են։ Այսինքն սա նաև երկրի մեր տնտեսության ֆինանսական համակարգի համար կարող ենք համարել, որ դեպի միջազգային կապիտալի շուկաներ մի խողովակ է, որը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել գրեթե անսահմանափակ կապիտալ։ Այսինքն այլևս Հայաստանում կա մի ընկերություն, որը ունի այդ խողովակը դեպի անսահմանափակ կապիտալ։ Այո։ Հասկանալի է, որովհետև երբ որ ժամանակին Վրաստանի մասին էինք խոսում, Վրաստանում արկա բանկերից մեկի վերաբերյալ էր դա ասում, որ իրենք ինչ խնդիր ունեն, իրենք ունեն այդ հնարավորությունը դեպի միջազգային կապիտալի շուկա։ Եվ եթե առաջ նայենք, որոնք են Ամերիկաբանկի հետագա ռազմավարական նպատակներն ու մարտահրավերները։ Նախ եւ առաջ կուզենամ նշել, որ այս իրադարձությունը իրականում ոչ թե փոխում կամ հիմքեր է ստեղծում, որ մենք վերանայենք մեր ռազմավարությունը, այլ սա ավելի շատ վերահաստատում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, որովհետեւ եթե ներդրողները հետևելով, իսկ ներդրողները միանշանակ հետևում են մեր բոլոր գործողություններին եւ մեր ռազմավարությանը եւ դրա արդյունքում փաստորեն ընկերության խմբի կապիտալիզացիան նման կերպ աճել է, դա նշանակում է, որ ներդրողները հավանություն են տալիս մեր ռազմավարությանը եւ հետեւաբար մենք շարունակելու ենք այս ռազմավարությունը։ Իսկ ռազմավարության էությունը հետեւյալն է. մենք շարունակելու ենք ֆինանսավորել եւ մեր ռազմավարությունը լինելու խոշորագույն վարկավորողը Հայաստանի տնտեսության շարունակվելու է, որովհետեւ մենք Իսկ դուք հիմա խոշորագույն վարկավորողն եք։ Այո, մենք Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն վարկավորողն ենք եւ նաեւ մենք հավատում ենք մեր տնտեսության հնարավորություններին, պոտենցիալին, մեր հաճախորդներին եւ սա ուղղակի բառեր չեն, մենք օրական ռեժիմով տարբեր բիզնեսների հետ աշխատելով մենք տեսնում ենք, թե մեր բիզնեսները ինչ նվիրվածությամբ եւ շատ հաճախ ինչ ճկունությամբ են բիզնես վարում, հասկանալով բոլոր այն սահմանափակումներն ու դժվարությունները, որ առկա են եւ հավատալով մեր տնտեսությանը եւ առաջին հերթին հենց մեր հաճախորդներին մենք շարունակելու ենք այդ ուղղությունը։ Մյուս կողմից մենք փորձելու ենք ընդլայնել մեր հաճախորդների բազան։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում բանկային ծառայություններից օգտվողների ավելի քան 30%-ը արդեն մեր հաճախորդներն են։ Մենք փորձելու ենք դա շարունակենք, ես քիչ առաջ նշեցի 800,000 թվի մասին, մեր մոտակա նպատակը 1 միլիոն հաճախորդն է։
Եվ նաև մենք փորձելու ենք մեր թվային փոխակերպման քաղաքականությունը ել ավելի ինտենսիվացնել եւ փորձել մեր մայամերիա գերհավելվածի եւ նաև մյուս պլատֆորմների միջոցով հաճախորդների համար ավելի ու ավելի արդիական թվային լուծումներ առաջարկել։ Կարծում եմ հիմնական ուղղությունները սրանք են, որոնք հուսանք, որ նույնքան հավանության կարժանանան ներդրողների կողմից, ինչպես մինչ այժմ մեր արդյունքները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Civilnet Business տաղավարում ես զրուցեցի Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։